Ձայնագրությունները լսել եմ, որ այդ կանանցից առնվազն մեկը ինչ-որ մի կնոջ կամ տղամարդու խոսում է նրան հեռուստացույց նվիրելու կամ հեռուստացույցի փոխարեն գումարը տալու մասին, ինչը բոլորդ գիտեք, որ հակաօրինական է ընտրական շրջանում, ես էլ չեմ կարող նման բան անել, մյուս քաղաքական թիմերի ներկայացուցիչներն էլ չեն կարող նման բան անել, ով էլ նմանատիպ բան անի, պետքա համապատասխան քրեաիրավական գնահատական ստանա դա, բայց իվարկյան։ Բայց ձայնագրությունը ինչի մասին էր։ Բայց կներեք, այդ կնոջը հեռուստացույց տալու կամ հեռուստացույցի տեղը փողը տալու ձայնագրությունը ինչի մասին է, դա այդ ինչ է, բայց ավարտեմ կներեք, պարոն Կիրակոսյան, Իսկ թվաց ուզում եք ասեցի, ի սկզբանե զգուշացնեմ, որ ավարտեմ, բայց պիտի ասեմ, որ սա ուղղակի ես չգիտեմ ինչ աստիճանի խայտառակություն է, որ իրանց ուժեղ հռչակած ձյաձյաները, իրանց ձյաձյաների տեղ դրած ուժեղ մարդիկ մանկահասակ ու նորածին երեխա ունեցող կանանց են ներգրավում այդ ընտրատասովկայի գործերում, նրանց միջոցով են փորձում այդ կեղտոտ գործը առաջ տանել, փաստացի նրանց դարձնում են իրենց կեղտոտ խաղերի զոհը, որտեղ գիտեք, որ օրենքի համար այդ տարբերությունը շատ չկա, օրենքը տեսնում է, իրավապահ համակարգը տեսնում է օրենքի խախտում ու պարտավոր է գնա դրա հետևից, ուրիշ բան, որ այդ մարդիկ թաքնվում են նորածին երեխաներ ունեցող կանանց թիկունքում, այդ նորածին երեխաներ ունեցող կանանց են ստիպում ներգրավել նմանատիպ գործեր։ Ներողություն, հստակ եք, որ այդ հեռախոսազանգը չի եղել մինչև Հայաստանի նախագահի կողմից ընտրությունների օրը որոշելու հրամանագրի ստորագրումը։ Հակառակ կներեք, հակառակ պարագայում այս քրեական գործը իմաստ չէր ունենում։ Այո, վստահում եմ քննչական կոմիտեի կոմպետենտության։ Իրենք ասում են, որ հաջորդ խորհրդարանում, որտեղի հարցերի է Սամվել Կարապետյանը, ուժեղ Հայաստանում նորածին ունեցող մայրերը չեն պատժվելու, չեն քրեական գործերով անցնելու։ Եվ ձեզ մեղադրում եմ, որ նոր կերակրող որը տարել եք այսպիսի ձեռքակալել։ Դե ես էլ ասում եմ, դա ուղղակի վախկոտ, տմարդի, թուլամորթ, թուլակամ, էլ ինչ հոմանիշները կարակ ինքներդ ինչքան ուզում եք հոմանիշ լսնեք այս բարետակ մարդու արարքա, որ նորածին երեխա ունեցող կնոջը ներգրավեն ընտրատասովկայի մեջ, այդ կնոջ միջոցով կեղտոտ փողերի շրջանառություն կազմակերպեն, այդ կնոջը դնեն հարվածի տակ, որպեսզի այսօր է կանգնում տենց ելույթներ ունեն։ Բախի չեն իրանց ընտանիքի անդամներով այդ կեղտոտ գործը անում, որ բայց խի իրանք չեն անում, այդ ուժեղ տղերքը խի չեն անում։ Օրինակ Կալուգացի Սամոն խի անձամբ այդ տասովկի գործերը չի անում։ Իրա եղբայրը, եղբոր տղան խի անձամբ չեն անում, որ այդ մարդկանց, որ այդ կանանց փուռը տան, որ այդ նորածին երեխա ունեցող կանանց փուռը տան։